Կեչուտում արևային էներգիա կարտադրվի։ Յուքոմի աջակցությամբ Արևորդի հասարակական կազմակերպությունը 10 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան է տեղադրել Վայոց ձորի այս բնակավայրում։ Արդյունքում բարձրանալու է համայնքի էներգոարդյունավետությունը եւ ֆինանսական կայունությունն է ապահովվելու։ Կեչուտի վարչական շենքում տեղադրված արևային կայանը ապահովելու է ոչ միայն այս շենքի, այլև համայնքապետարանին պատկանող կառույցների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Գաղափարը այն է, որ մտածում ենք ու խոսում ենք ու գործում ենք կանաչ, բայց միևնույն ժամանակ մենք օգուտ ենք տալիս համայնքին, ինչպես այս ծրագրին, որովհետև իրենք կարողանում են ծախս խնայեն, էներգիայի ծախս խնայեն եւ այդ խնայածը օգտագործեն ուրիշ ծրագրեր իրականացնելու համար։ Յուքոմի եւ Արևորդի հասարակական կազմակերպության միջև գործակցությունը սերտ է։ Մի քանի տարում արդեն 16 արևային կայան են տեղադրել Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում եւ ենթակառուցվածքներում։ Այսպիսով նպաստում են կայուն բնապահպանությանն ու արդյունավետ տնտեսությանը։ Յուքոմի հետ արդեն 3-րդ տարին է ինչ համագործակցում ենք եւ նման ծրագրեր ենք իրականացնում բնապահպանական կոմպոնենտով։ Մեզ համար առաջնային է հոգալ համայնքային զարգացման կարիքները, որպեսզի կարողանանք տեղ ունենալ բնապահպանական խնդիրների մասին խոսելու։ Եվ արևային կայաններ տեղադրելը շատ լավ օրինակ է, թե ինչպես կարելի է կայուն լուծումներով թե ունենալ համայնքային զարգացման ծրագիր, թե նպաստել բնապահպանական կայուն մոտեցումներին։ Նախնական հաշվարկով համայնքը տարեկան մոտ 800,000 դրամ է խնայելու։ Այս միջոցներն ուղղվելու են համայնքի զարգացմանն ու ենթակառուցվածքների բարելավման ծրագրերին։ Մենք բարձր ենք գնահատում Յուքոմի կատարած աշխատանքը արևային կայանների տեղադրման հետ կապված։ Նախկինում էլի տարբեր վարչական շենքերում կամ մշակութային օջախներում Յուքոմի կողմից տեղադրվել են արևային կայաններ, ինքը կանաչ էներգիայի աղբյուր է հանդիսանում, բնապահպանական խնդիրներին բավականին մեծ ուշադրություն ենք դարձնում, որպեսզի էկոլոգիական խնդիրներ չունենանք, այդ իսկ պատճառով շատ ենք կարևորում։ Վայոց ձորում մեծ նշանակություն են տալիս բնապահպանական ծրագրերին։ Համայնքի պատասխանատուները պատրաստ են հետագայում եւս նման օգտակար ծրագրեր իրականացնել։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։